Սեր, ընկերասիրություն, հայրենասիրություն, արժանապատվություն, ազատություն, հավասարություն, եղբայրություն, հարգանք։ Հանուն այս արժեքների հաստատման պայքարող Շահեն Հարությունյանն այսօր դառնում է 17 տարեկան։ Երիտասարդն արդեն 3 տարի է այս օրը տոնական սեղանի մոտ չի նշում։ Մարտի 30-ի օրը պետք է լիակատար երջանկության մեջ լինի, ու չեմ կարծում, որ 17 տարեկան դառնալը ինչ որ մի առիթ է, որ մեծ կարանք խնջույք կազմակերպենք այն պարագայում, որ թեկուզ եւ հայրս կողքից չի։ 2013-ի նոյեմբերի 5-ը ճակատագրական եղավ ինչպես իր ու հոր Շանթ Հարությունյանի, այնպես էլ տասնյակ այլ մարդկանց համար։ Խուլիգանություն ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով Շանթը դատապարտվեց 6, ընկերները 1-ից 7 տարվա ազատազրկման։ Իսկ անչափահաս Շահենը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման։ Հիմա ամեն շաբաթ պարտավոր է ներկայանալ ոստիկանություն։ Բոլորի համար է ակնհայտ է, որ 15 հոգով իշխանություն չեն կարող վերցնել, բայց 15 հոգով գնալ կռվի, գնալ արժանապատվության պահելու գործընթացին, ցույց տանք, որ չի կարելի հանդուրժել այն արարածները, որոնք նվաստացնում են սեփական անձի արժանապատվությանը։ Հայաստանյան դատարաններում արդարության չհասնելուց հետո գործն ուղարկվել է եվրոպական դատարան ու արդեն վարույթ է ընդունվել։ Վերջին անգամ հորը Շահենը դեկտեմբերի 28-ին է տեսել։ Մարտական եւ նույն տրամադրվածությունների ունի ինքը նույն կարծիք ունի երկրի հետ կապված, որ միայն հեղափոխություն է անհրաժեշտ երկրում։ Հոր բանտարկությունից հետո Շահենի կյանքում շատ բան է փոխվել, ինչպես նաև ֆուտբոլի փոխարեն առաջին պլանում հայտնվել է արդարության համար պայքարը, իսկ դրա համար նա օգտագործում է ամեն հարթակ, նույնիսկ բարձրաձայնել է 2015-ի հունիսի 12-ին Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ։ Ինքը Շահենը 11 տարի զբաղվել է ֆուտբոլով, նախորդ տարի ապրիլի 24-ից սակայն հեռացել է ֆուտբոլից, իսկ պատճառների մասին չի ուզում խոսել։ Մեր արյան մեջ կարի ֆուտբոլը, հայրս էլ է շատ մոլի երկրպագու ֆուտբոլի, հիմա էլ ես իմ կյանքը մենակ պատրաստի ֆուտբոլի մեջ ու մոտ 10-11 տարի պարապեցի ֆուտբոլ մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը։ Այժմ դպրոց հաճախելուն զուգահեռ նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար է պարապում։ Քաղաքական ասպարեզում է իրեն տեսնում ապագայում։ Եվ եթե ես ուզում եմ հիմքային փոփոխություններ իրականացնել, արժեքներ փոխել, հետեւաբար առաջին բանը ես ինքս ինձնով պետք է անեմ։ Շահենը կոչ ունի նաև իր հասակակիցներին։ Պետք է պայքարենք մեր ուզած երկրի համար։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մենք այս երկրի տերն ու քաղաքացին ենք։ Իսկ քաղաքացի լինել ամենադժվար բաներից մեկն է։